Արաբկիրի հայորդյաց տան տնօրինությունը կանանց միամսյակի շրջանակում իրենց սաների մայրիկներին, տատիկներին, քույրերին հնարավորություն է ընձեռել 1 ամիս անվճար հաճախել հայորդյաց տանը գործող որևէ դասարան։ Շատ լավ է լինում, որ ծնողը ներսից կարողանում է ճանաչել, իմանալ, թե մենք ինչով ենք զբաղվում այստեղ։ Ծնողների հետ մշտապես կապի մեջ լինելու նպատակով գրեթե բոլոր հայորդյաց տներում ընտանեկան ակումբներ, սպորտլանդյաներ, հանդիպումներ են իրականացվում։ Եվ գիտեք ինչն է ուրախալի, որ ծնողները չեն խուսափում, ակտիվ գալիս են եւ իրենց մասնակցությունն են ունենում։ Սա նշանակում է, որ աշխատանքը իր նպատակին ծառայում է, իր պտուղները եւ արդյունքը տալիս է։ Նկարել սովորելու երիտասարդ տարիների երազանքն իրականացնելու լավ առիթ է սա, ասում է Կարինե Հովհաննիսյանը։ Նրա երեխան հայորդյաց տան նկարչության, իսկ ինքը մանրանկարչության դասարան է հաճախում։ Ճիշտն ասած դժվար է, պատկերացնում եմ ավելի հեշտ, բայց պետք է գույներին ծանոթանանք, երանգներին եւ կարողանանք ճիշտ նախշերը ընդգծել։ Անահիտի ցանկությամբ էլ մայրն անգլերեն է սովորում։ Դժվար է, բայց հմուտ մասնագետի օգնությամբ հաղթահարելն անհնար չէ, ասում են մայր ու դուստր։ Ես ճիշտն ասած ուզեցա, որ մայրիկը իմ հետ գա, որովհետև հետաքրքիր լեզու է, ինքը մենակ ֆրանսերեն գիտեր, ուզեցա, որ ինքն է անգլերեն իմանար։ Իմ համար իրոք շատ հետաքրքիր է, լավ մանկավարժ ամենակարևորը, ճիշտ համապատասխան տալիս է ինչ անհրաժեշտ է։ Ինձ էլ հաճելի է ու ինձ թվում է, որ կշարունակեմ ես էլ գալ, ինչքան որ Անահիտը։ Արաբկիրի հայորդյաց տանն այս պահին ազգային երկու դասարան չի գործում, բայց ուսումնական գծով փոխտնօրեն Ժաննա Ներսիսյանի նախաձեռնությամբ, որը նաև դրա մասնագետն է, հավանաբար շուտով նոր դասարան կբացվի։ Ծնողների մասնակցությունը եւ հետաքրքրվածությունը անվճար դասընթացին մեծ է, ասում է մասնագետը։ Ազգային երկու պարը յուրաքանչյուր հայ պիտի իմանա, քանի որ դա իր երկրի կարելի ասել պատմությունն է։ Դրա համար ես էլ ուզեցի, ինչպես իմ դասընկերները, ուզեցի իրանց հետ հաճախել։ Ազգային արժեքները բոլորս էլ գիտենք պահպանման այդ կարևորագույն մեծ խնդիրը հիմա ավելի ակտուալ է այս օրերին եւ գտնում եմ, որ բոլորս էլ պետք է որպես զինված, որպես զինվոր պետք է կարողանանք հնարավորինս փոխանցել եւ պահպանել։ Հայորդյաց տներում այսպիսի նախաձեռնությունները շահեկան են թե ծնողների համար, ովքեր հնարավորություն են ունենում ծանոթանալ դասավանդող մանկավարժների հետ, տիրող մթնոլորտին, կառույցի պայմաններին, թե մանկավարժների համար, ովքեր լսում են կարծիքներ, առաջարկներ։ Սոնա Խաչատրյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։